Այսօր կներկայացնեմ շարժողական ստերեոտիպի ժամանակավոր խանգարումներ թեման։ Նախ մինչև որ կսկսենք այդ թեման ներկայացնել, փորձեմ պատկերացում տալ ձեզ, ինչ է նշանակում շարժողական ստերեոտիպ։ Դա այն համակարգված մեր շարժումներն են, որոնք ձևավորվում են ըստ մեր սովորույթների, ըստ մեր աճի ընթացքում ձևավորված շարժման կուլտուրայի և ըստ կառուցվածքային այն փոփոխությունների, ինչ որ մենք ունենում ենք ոսկրային աճի տարիքում։ Եվ հիմնականում մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում շատ քիչ է փոփոխության ենթարկում իր հիմնական շարժումները կամ քայլքի ստերեոտիպը կամ շարժման ստերեոտիպը, որը ձևավորվում է վաղ տարիքում մինչև 14-15 տարեկան հասակը։ Իհարկե հետագայում մասնագիտական տարատեսակ նոր սովորույթներ ձևավորելով և նոր շարժումներ ձևավորելով ձևավորում է շարժման նոր սովորույթային ստերեոտիպ։ Դա նույնպես մեր կյանքի ընթացքում տեղի է ունենում և նույնպես տեղի է ունենում ծերացման պրոցեսում նմանատիպ փոփոխություններ, ադապտիվ փոփոխություններ ծերության ժամանակ, երբ որ մեր շարժումները սահմանափակվում են։ Բայց մեր կյանքի ընթացքում նույնպես տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք տրավմատիկ փոփոխությունների արդյունքում ժամանակավոր ձևավորված շարժման հարկադրված նոր ստերեոտիպներ և այսպես կներկայացնեմ ցանկացած խմբայական շարժում։ Ինչ է տեղի ունենում, երբ որ մարդու մոտ վնասվում է ոտնաթաթը, օրինակի համար։ Պատկերացրեք ոտնաթաթի շարժման սահմանափակում տեղի ունենալով, երբ որ կոտրվածք է լինում կամ կապանների վնասվածք է տեղի ունենում, պատկերացրեք երկարաժամկետ մարդը հարկադրված է լինում, ոտնաթաթը դեպի դուրս քայլի, առանց կրունկը դնելու ամբողջական ոտնաթաթը դնելով, և բնականաբար ծնկի շարժումը դեպի ներս է վերադասավորվում, ինչի արդյունքում կոնքը կախվում է դեպի առաջ և ներքև, ինչի արդյունքում զստա սրբանային հոդաճեղքը սկսում է փոփոխության ենթարկվել զստոսկրի առաջային պտույտի հաշվին, և ինչի հաշվին ձևավորվում է ողնաշարի ստատիկայի կոպիտ խանգարում դեպի կողք սահկով, այսինքն կողմնային լիստեզ ձևավորելով, ողերի անկայունություն, և բնականաբար գոտկային հատվածի, ողնաշարի գոտկային հատվածի 1-2 սեգմենտ սկսում են սրբանոսկրի հանդեպ կատարել սխալ շարժում, արդյունքում սխալ ծանրաբեռնման արդյունքում ձևավորվում է միջողային աճառի ճզմում, այսինքն պոտենցիալ ճողվածքի ձևավորում։ Եվ պատկերացրեք, երկարաժամկետ նման վնասվածքներին ուշադրություն չդարձնելով և երկարաժամկետ սխալ շարժումների արդյունքում ձևավորելով շարժման նոր ստերեոտիպ, դա արդեն գնում է վնասման շարունակական հետ վնասվածքային փոփոխությունների մի ամբողջ ընթացք։ Ինչ է պետք անել նման դեպքերում։ Մենք շատ դեպքեր ունենք, երբ որ օրինակի համար պացիենտը ունենալով կոնքի փոքրիկ տրավմա կոնքով ընկնելով զստոսկրով հարվածելով, կամ ծնկով հարվածելով, կամ ոտնաթաթը վնասելով, կամ կոտրվածք ունենալով, երկարաժամկետ հենակների միջոցով քայլելով փոփոխվում է ամբողջ ողնաշարի շարժումը։ Ժամանակի ընթացքում, եթե տրավման որոշակի հետքեր է թողում և հարկադրված տվյալ անձը երկարաժամկետ այդ շարժումները կատարում է սխալ, արդյունքում ձևավորվում է նոր կառուցվածքային փոփոխություն ամբողջ հենաշարժ ողնաշարի մինչև պարանոցային հատված և ոտնաթաթից մինչև կոնք։ Եվ դրա հետևանքները երբեմն անդառնալի են լինում ողնաշարի առողջության վրա, տվյալ հոդերի առողջության վրա, ձևավորելով կապանային վնասվածքներ, ձևավորելով հոդային մահիկների վնասվածք, աճառային հյուսվածքների վնասվածք, ձևավորելով արթրոզ, հետագա վիրահատության հավանականությամբ և այլն, և պատկերացրեք փլուզումը փուլ գնում է առաջ։ Դրա համար պետք է մեծ ուշադրություն դարձնել, եթե մեզ մոտ մի վնասում արդեն տեղի է ունեցել, շտապ վերականգնել դա, որ դա չփոխանցվի հաջորդ սեգմենտ կամ հաջորդ հոդավորման հատված, շարժողական սեգմենտ, որպեսզի չշարունակվի այդ վնասվածքի ծանր հետևանքները և դրանց առաջացրած հիվանդությունները։ Որտեղ մենք սկսում ենք
բուժել հետևանքները, վիրահատել հետևանքների ծանր վիճակների պատճառով, բայց այլևս այդ շարժումը նորմալ վերականգնել հնարավոր չի լինում ժամանակի ընթացքում կարծրացման և կայուն փոփոխության արդյունքում։ Դրա համար ցանկացած մանր վնասված, դա կլինի կապաններ, դա կլինի ջրեր, դա կլինի մկաններ, դա կլինի ոսկրի կոտրված, ամեն ինչին պետք է ժամանակին վերականգնողական աշխատանք կատարել, ֆասցիաների մակարդակում, ֆասցիալ նորկպումները բացառելով, մկանների մակարդակում, հոդի ամպլիտուդի մակարդակում, որպեսզի մենք ստանանք և վերականգնենք նորից կայուն և որակյալ շարժողական ճշգրիտ ստերեոտիպ։ Դրա համար ժամանակին պետք է հետևել և դիմել մասնագետներին։ Այսքանը։